Հայաստանում Եվրամիության դեսպանն այսօր անդրադարձավ Սամվել Բաբայանի ձերբակալությանը, ընդգծելով, որ իրավապահ մարմինները պետք է թափանցիկ աշխատեն, որպեսզի ընտրողները վստահ լինեն։ Ձերբակալության հիմքում քաղաքական նպատակ չկա։ Լրագրողների հետ ճեպազրույցում Պյոտր Սվիտալսկին նշեց. Բոլոր տարաձայնությունները պետք է լուծվեն դատարանում, խաղաղ ճանապարհով։ Եվրամիության համար բռնության կանխումը շատ կարևոր է։ Կարծում եմ իրավապահ մարմինների լիազորությունների շրջանակում է ցանկացած գործողության կանխարգելում, որը միտված է հասարակական կարգի ու անդորի խախտմանը, ուստի բոլոր ընթացակարգերը պետք է շատ թափանցիկ լինեն։ Եթե կասկած կա, որ ինչ-որ բան սխալ է նախապատրաստվել կամ արվել, ուրեմն իրավապահ մարմինները պետք է լիովին թափանցիկ գործեն, որպեսզի բնակչությունը, ընտրողները վստահ լինեն, որ դա չի արվել քաղաքական նպատակներով, որ դա չի արվել այլ ընտրողներին վախեցնելու նպատակով, այլ արվել է օրենքի պահանջներին համապատասխան։ Անցած շաբաթներին մենք գիտակցեցինք, որ հայաստանցիներն ունեն արդարադատության խորը զգացում և կարող են դատողություններ անել, թե արդարադատության համակարգի այս կամ այն գործողությունը համապատասխանում է արդյոք արդարության պահանջներին։ But it is done accordance with the rule of law. Հիշեցնելով, որ Եվրամիությունը ավելի քան 7 միլիոն եվրո է տրամադրել ընտրությունների անցկացման համար նոր տեխնոլոգիաների ձեռքբերման նպատակով և 700,000 եվրո էլ հատկացրել է տեղական դիտորդներ ներգրավելու համար, որոնք կլինեն ընտրողների 97%-ը ընդգրկող ընտրատեղամասերում, Սվիտալսկին հույս հայտնեց, որ ամեն ինչ լավ կլինի և նոր տեխնոլոգիաները կօգնեն անցկացնել ընտրությունները ավելի լավ մակարդակում։ And we hope very much that all institutions Հույս ունենք, որ միջազգային բոլոր դիտորդները ԵԱԿ-ից, Եվրամիության խորհրդարանից, Եվրոպայի խորհրդից կանեն հնարավորինը ուսումնասիրելով բոլոր այն ազդակները և հատկապես ընտրությունների օրը, ապահովելով, որ բոլոր հնարավոր տարրերը կուսումնասիրվեն, որպեսզի կանխեն ընտրակեղծարարությունների հնարավորությունը, մասնավորապես ընտրատեղամասերից չօգտագործված քվեաթերթիկների դուրս հանումը։ Away from the polling stations the unused ballots. Անդրադառնալով հարցին, արդյոք ընտրությունները ազդեցություն կունենան Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների վրա, Սվիտալսկին ասաց. The European Union is working on the basis of a positive scenario. Եվրամիությունը աշխատում է դրական սցենարների հիման վրա, այս ընտրությունները պետք է նոր որակ արձանագրեն Հայաստանի ժողովրդավարական գործելակերպում և նախապատրաստում ենք մեր աջակցությունը Հայաստանին, հիմք ընդունելով, որ այս ընտրությունները մեր հարաբերություններում նոր գլուխ են բացելու։ Կարող ենք ասել, ընտրություններից անմիջապես հետո Եվրամիության ընդլայնման հարցերով հանձնակատար Յոհաննես Հանը Եվրամիության խորհրդարանում կքննարկի մինչև 2020 թվականը Հայաստանին ցուցաբերվող օգնության հարցը։ Մեծ գաղտնիք չէ, եթե ամեն ինչ լավ լինի, Հանը այդ քննարկման ժամանակ լավ լուր կհայտնի Հայաստանի ու մեր հարաբերությունների համար։ He will be bringing some good news for Armenia and for our cooperation. Եվրամիության դեսպանը խոսքը ավարտեց հայաստանյան ընտրողներին ուղղված կոչով. Հարգելի հայաստանցիներ, մեկ գնացեք եւ քվեարկեք։ Երկու ստայեք նոր տեխնոլոգիաներին։ 3. Միտվեք ընտրակաշտարքի գայթակցության։ 4. Թույլ մի տվեք ահաբեկել ձեզ։ 5. Հայտնեք հաղթումների մասին։ 6. Եղեք հաղթ միջոցների կողմնակից։ Ամեն։